մուտք ենք գործում պետքաղաք ծրագիր, մոնիտորինգ բարգեց ունենք չափանիշներ։ Ապրանքաշրջանառության իրական ծավալներն ու վաճառվող ապրանքի փաստացի գինը հարկային տեսուչներից թաքցնել այլևս չի լինի։ Հարկ վճարողների ռիսկային գործունեությունն այսուհետև կբացահայտեն պետական եկամուտների կոմիտեի մոնիտորինգի կենտրոնի աշխատակիցները։ Էլեկտրոնային մոնիտորինգը նվազեցնում է տեսուչ հարկ վճարող շփումն ու հետևաբար նաև կոռուպցիոն ռիսկը։ Եթե նախկինում տարածքային հարկային տեսության տեսուչներ իր զեկուցագրով հիմնավորում որևէ հարկ վճարողի մոտ ուրեմն ընթացիկ կոնկրետ հսկիչ դրամարկային մեքենաների կիրառության ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը, ապա այսուհետ համակարգն է որոշելու դրա անհրաժեշտությունը։ Էլեկտրոնային ծրագիրը ըստ չափորոշիչների ընտրում եւ առանձնացնում է այն տնտեսվարողներին, որոնց գործունեության փոփոխությունը կասկածի տեղիք է տալիս։ Մասնագիտական վերլուծությունից հետո ռիսկի խմբում ընդգրկված տնտեսվարողները ստանում են ծանուցում եւ հնարավորություն ուղղելու իրենց ռիսկային վարքագիծը։ Համակարգի միջոցով վերհանված ռիսկային հարկ վճարողների մենք մեխանիկորեն ծանուցումներ երբեք չենք ուղարկում։ Այդ ժամանակ մենք հաշվի ենք առնում հարկ վճարողի գործունեության տեսակը, գործունեության առանձնահատկությունը, գործունեության ոլորտը, սեզոնայնությունը։ Նորաբաց մոնիտորինգի կենտրոնն արդեն ծանուցել եւ բաց թողումները շտկելու հնարավորություն ու ժամանակ է տվել 838 տնտեսվարողի։ Ստվերային դաշտում գործունեությունը չդադարեցնելու դեպքում հարկային տեսուչները լայնամասշտաբ ստուգումներ կիրականացնեն եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում արդեն կպատժեն օրենքով սահմանված կարգով։ Մարիաննա Դանիելյան, Արսեն Հարությունյան, ժամը լրատվական։